Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Այսօր մենք աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի տանն ենք։ Նա ոչ միայն հայկական, այլև համաշխարհային բռնցքամարտի լեգենդներից է։ Նա միակ հայ բռնցքամարտիկն է, որը դարձել է աշխարհի 9-ակի չեմպիոն եւ նաեւ աշխարհի բացարձակ չեմպիոն։ Ողջույն Վիկ, ուրախ ենք ձեր տանը գտնվելու համար, բայց ուզում եմ այս պահին սկսենք ամենաթարմից։ Արդեն 50 տարեկան ես։ Հա։ Այո, ավելի քան կես դար, Ճիշտ է։ մեկ ակնթարթում, բայց թիկունքում շատ հարուստ պատմություն։ Երբ վերհիշում ես անցյալը, ինչ զգացողություն, ինչ ապրումներ, որն ես ավելի շատ մտաբերում։ Անցյալը որ հիշում եմ, իհարկե հիշում եմ իմ պարապմունքները, միշտ մշտական պարապմունքներից, ամեն օր պարապմունքների մեջ ու ինձ թվում է դա իմ լավերից, ամենալավ բաներից է, որ ես նվիրված եմ եկել սպորտին ու ես կարող եմ օրական 6-ից 8 ժամ, 10 ժամ մենակ սպորտին նվիրվեի, պարապմունքներ անեի։ Էդ է շատ եղել ու շատ լավ ժամանակներ անցել, իհարկե իմ մենամարտներից շատերն եղել են Ամերիկայում, Լաս Վեգասում, շատ լավ միջավայրեր եղել, շատ լավ հանդիպումներ եղել աշխարհի չեմպիոնների հետ, նախկին աշխարհի չեմպիոնների հետ, որոնք բոլորը հիմա իմ հետևին են։ Սա հետո լավ հանդիպումներ ենք ունեցել, լավ ժամանակներ ենք անցկացրել։ Վիկ, իսկ ինչը քեզ դարձրեց այսքան ուժեղ։ Հավատքը, ես փոքր տարիքից ես իմացել եմ պետք է աշխարհի չեմպիոն լինեմ ու լինեմ ամենաուժեղը աշխարհում։ Իհարկե ես եմ վաղ փոքր էլ ասում եմ ամենաուժեղը պետք է լինեմ, դե կա քաշային տարբերակներ, որ իմ քաշը պետք է լինեմ աշխարհի ամենաուժեղը, իսկ ես պետք է աշխարհի ամենաուժեղը լինեմ սա քաշերի հետ։ Իհարկե ես դիմիջ ցկտել եմ որ լինեմ ամենաուժեղը, հիմա տարբերություն չէ որ քաշում, դամարը ես կպել եմ 8 քաշային կարգերում, որից 4-ում դառել եմ աշխարհի չեմպիոն, 3-ում դառել եմ մեծ գոտու աշխարհի չեմպիոն, 4 քաշում ես եկել եմ փոքր գոտի աշխարհի չեմպիոն, 4 քաշում ես աշխարհի չեմպիոն եմ եկել։ Սիրելի հեռուստադիտողներ, Վիկը այնքան շատ նվաճումներ, այնքան շատ տիտղոսներ ունի, որ հնարավորություն է ունեցել ստեղծել նաև իր թանգարանը։ Վիկ նվաճումները բազմաթիվ են, շատ։ Մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսից հեղինակավոր։ Այսուհանդերձ քո համար ամենաթանկը որն է։ Գիտեք, երևի այդ գոտուց նվաճումները, որտեվ ես, որ IBF-ի գոտին արդեն պաշտպանել էի 7 անգամ, ինձ WBC-ից նվիրեցին իրանց պատվադամ, իրանց ոնց որ իրանց էլի որ սա աշխարհի չեմպիոնները նվիրում են, հետո ես էլի կցուցամ ձեզ, այդ էլ է շատ, որտեվ այս WBC չեմպիոն չէ, արդեն WBC-ին ինձ նվիրեց այդ պատվանդամը, որ գիտեին հավատում են պետք է այս WBC աշխարհի չեմպիոն լինեմ։ Այդ ամենը հիմա քո հետևին է, այնտեղ կա IBF-ի շատ նվաճած պայքարած գոտու համար, այդ ամեն ինչն է երևի, գոտու տարբերակներ WBC, WBA, IBF-ի այդ շատ նվաճումները քանի անգամ եմ ես հաղթել, քանի անգամ եմ պաշտպանել։ Մեկ տասնամյակից ավել ռինգում չես։ Կարոտում ես այն տարիները, երբ Վիկ անընդհատ շարժման մեջ էր, Վիկ անընդհատ ռինգում էր, Վիկ անընդհատ հարցազրույցների էր։ Չէ, ասի մեկ տասնյակ, քանի որ ես եղել եմ ռինգում 8 տարի առաջ, վերջից մենամարտը 18 թվականին, 18 կամ 17 թվականին ես վերջից մենամարտ եմ արել ու վերջից մենամարտը ավարտվել է առաջին ռաունդով շատ մեծ նոկաուտով։ Ես հաղթել եմ լավ նոկաուտով ու այդտեղից եւ ավարտվել է։ Քանի որ դրանից հետո մի հատ մեծ մրցություն կար, պետք է լիներ Մոսկվայում, կար մի հատ բռնցքամարտիկ Եվգենի Գրադովիչ, շատ հայտնի էր այդ պահին, որ այդ պետք է ես մենամարտը եմ Մոսկվայում եւ ինքը այդ մենամարտը իմ վերջի մենամարտը դիտելուց հետո հրաժարվեց ու այդտեղից ես հրաժարշ տվեցի արդեն բոքսին։ Այսուհանդերձ կա անավարտ թողած որևէ բան, որը կուզեիր ավարտին հասցնել։ Անավարտ կան հակառակորդներ, որ շատ ուզում իրենց այդ մենամարտեի։ Մի հատ մենամարտից մեկի դրանից մեկը, որ իմ շատ լավ ընկերն է նույնպես ընկերացանք մենք հետո, որ ուզում եմ մենամարտել։ Վերջերս ճիշտ է, ինքն էր Ամերիկայից, Լոս Անջելեսից էր։ Իսրայել Վասկեսի անունը։ Հիմա մահացել է։ Այո, կան մենամարտներ, որ շատ կուզենայի անենք, չհասցրեցի։ Այդպես բաներ կան։ Վիկ, խոսեցիր ամենաթանկ գոտուտ մասին, բայց չգիտես ինձ թվում է, որ ամենամեծ նվաճումը աշխարհի բացարձակ չեմպիոնի այդ գոտին էր։ Եվ այդ գոտին, եւ այդ մենամարտը, եւ այդ մենամարտով ինձ նվիրեցին տարվա նոկաուտյոր գավաթը, որը դա ամբողջ տարվա մեջ ես եմ ամենաուժեղ նոկաուտյորը։ Դա էլ շատ մեծ հաջողություն է, ինձ թվում է այդ հաջողությունը տարվա մեջ սա աշխարհից մի հոգի է ունենում։ Ես եղել եմ այդ 2008 թվականի տարվա նոկաուտյորը։ Վիկ, իսկ կա նվաճում, կա գոտի, որտեղ հիշում ես ոչ թե հաղթանակը, այլ դրա թիկունքում թաքնված, թեկուզ կուլիսներում թաքնված այն դժվարությունները, այն ծանր աշխատանքը։ Կա այդպես մենամարտ, ոչ թե գոտի, կա մենամարտ։ Իմ առաջին պարտությունը, որը
Մեկը ինքը բան էր ֆիլիպինցի էր, եղավ 2007 թվականին, այո, այդ է շատ հիշում, քանի որ ինձ թվում է դա իմ առաջի պարտությունն է, դա ու ամենալավ հաջողությունն էր իմ կարիերայի ընթացքում, որովհետև այդ պարտությունից հետո, մինչև այդ պարտությունը իմ հետ ոչ մի աշխարհի չեմպիոն չէր ուզում մենամարտի։ Այդ պարտությունից հետո ես 5 հատ աշխարհի գոտի հաղթեցի 5-ն նոկաուտով։ Դες բաց ինձ թվում է, դες բոքսը դες բան չի լինում, որ բոլորը պարտությունից հետո արդեն թարգում են բոքսը, ուզում են պարտվելը։ Իսկ ես դրանից հետո 5 հատ աշխարհի գոտի, 5 հատ աշխարհի չեմպիոնի, ոչ թե մենակ աշխարհի գոտու համար 5 հատ ներկա աշխարհի չեմպիոնին 5-ին նոկաուտով հաղթեցի։ Այսինքն հետևություններ արեցի, ճիշտ հետևություններ արեցի այդ Դոներից հետո, այո։ Այո, հետևությունը արեցի, որ ես գիտեի, որ դա ես ոչ թե ես թույլ էի պարտվեցի, որովհետև ես ճիշտ չէի պատրաստվել ու կար պատճառներ դա ինչի չէի ճիշտ պատրաստվել, այդ էր։ Իսկ թվա դա շատ մեծ հաջողություն է, երևի դա ռեկորդների մեջ էր մտածկելի, դա ոչ մի կար այս բանալած չի լինի, որ պարտությունից հետո 5 հատ աշխարհի գոտի 5-ն նոկաուտով հաղթի, ներկա աշխարհի չեմպիոններին։ Կարակ հետազոտեք, դա չկա այս պատմության մեջ չի եղել։ Շարունակենք ռեկորդների թեման։ Դա միակ քո ռեկորդը չի։ Ինքդ պատմիչ։ Ես ռեկորդ ունեմ սահմանած գավաթներից մեկը այլ մեկ քո հետևին է, IBF-ը որ տվել է ինձ, որ սա ես IBF-ի պաշտպանումներն արել եմ նոկաուտներով 7 անգամ անմեջ, սա մենամարտներն արել եմ 7 նոկաուտով, էլի որից 5 աշխարհի չեմպիոն են եղել, կա իմ ռեկորդներից, որ այո 9 հատ աշխարհի գոտ եմ հաղթել, ու որից 15 անգամ աշխարհի չեմպիոնների հետ, որից 9 հատը 8 հատ նոկաուտով եմ գրել, բայց 15 հատ աշխարհի չեմպիոններին ես նոկաուտով եմ հաղթել։ Դա էլ է ռեկորդների մեջ, որ իստեմա պատմության մեջ դες բան չեղե։ Ես ինչով եմ մտել պատմության մեջ, որ իմ քաշում չեն նայում, փող չեն վճարում, որ նայեն։ Այդ իմ նոկաուտներից հետո սա աշխարհի պրոմոտորները ինչ շնորհակալություն են հաղթում, որ այդ թեթև քաշայինները այնպես դարձեցին, որ արդեն մարդիկ ուզում են գնեն, որ նայեն։ Չեմ ուզում չանդրադառնալ մեքսիկացի բռնցքամարտիկների հետ պատմություններին, որոնց հետ միշտ դժվար է։ Նրանց կոպիտ ասած մաֆիան, միգուցե նաև ճիշտ բառերով ասած մաֆիան միշտ խառնվում է բռնցքամարտին ու փորձում է նաև կեղտոտ ճանապարհներով խանգարել։ Վստահ եմ այդ խնդիրների առջև դու ես կանգնել։ Այո, իհարկե, նրանք շատ են ուզում։ Ես քանի որ սա մեքսիկներն հաղթում էի նոկաուտով, ու ես միշտ ասում եմ, պետք է ձեզ նոկաուտ անեմ, միանք արդեն ինձ դեմ վատ էին տրամադրված, բայց իհարկե, դա ես սա շտկեցի, ամեն մենամարտից հետո ես նոկաուտով հաղթում էի հակառակորդին, գրում էի իր անկյունը, գրկում էի, ասում էի, դե սա մենամարտ է, իհարկե, դու էլ իր թվա դու էլ նույնն է տրամադրված ես, որից նոկաուտ անես, ու մեքսիկները իմ դեմ այդքան վատ չէին տրամադրված, քանի որ այդ ամեն ինչ անելուց հետո ես մենամարտ ունեցա Մեքսիկոյում, ինչ շատ լավ դիմավորեցին, կարելի ասել ձեռների վրա հանեցին ինձ այրոպորտից, շատ լավ դիմավորեցին ու իմ հետ լավ ընկերական էր իրանք։ Իրանք գիտեմ, որ դա ինչ որ մեկի անձամբ տրամադրված չի, ինչ որ հենց մեքսիկների դեմ, դա հակառակորդի նկատմամբ, քո հակառակորդը եթե Մեքսիկա իր նկատմամբ, քանի որ իմ հակառակորդները շատը մեքսիկներ են լինում։ Ինչի են մեքսիկներ լինում։ Այդ քաշերը, ցածր քաշում շատ մեքսիկներ աշխարհի չեմպիոններ կան, շատ։ Այդ 4 հատ գոտից 2 հատը 3 հատը իրանք են չեմպիոններ, էլի ամեն քաշում։ Թամարի հետ միշտ մեքսիկացիներ էին հանդիպում։ Իսկ կապ կա մրցակիցներիդ հետ։ Չէ, չկա։ Նրանք ամեն իրանց երկրում այտենց գնում ենք հանդիպում ենք ավարբանի կամ բայց այտենց զանգով բանով կապ չկա։ Դիք խոսում ենք բռնցքամարտից, բայց կարծում եմ շատ քչերը գիտեն, որ դու կարիերադ սկսել ես ըմշամարտով։ Ճիշտ է։ Ինչու ըմշամարտից դեպի բռնցքամարտ։ Ես համատեղ ըմշամարտ եմ անում բռնցքամարտ, հետո դեք մարզիչներից մեկը ասում, բայց ուր է քո հագուստը, ասի դե իմ հագուստը ըմշամարտի սրամ այդ Վանաձորում Կիրովականում էր, ոնց, ասի դե այնտեղ պարապմունքը սպորտսալ եկա Կիրովա բոքսի, բայց չէ, դες չի կարի, պետք է ընտրես մեկը բաղման ու դες արդեն անցա բոքսին։ Վիկ դու քո որդու անունը Վիկ ես դրել։ Արդյոք դա նրա համար, որպեսզի Վիկ Դարչինյանի լեգենդը շարունակվի։ Չէ, այդքան լեգենդը չսաշալակվի, ասում եմ ինքը իրանով ստեղծի, դա մի տեսակ այնպես հավեսով էլ նայ, մի քանի օր առաջ միտեղ նստած հաց էինք ուտում, մեկ այնտեղ ինձ ճանաչեցին, ասին նայեք Վիկ Դարչինյանը նստած այնտեղ, մեկ այդտեղ ասում պապ կարամ գնամ են բալիկների հետ խաղամ, ասում գիտի տղա ջան, ասում գնամ էլի խաղամ, ասում բայց ես չես ճանաչում, ասում նրանք ինձ ճանաչեն ինձ ասին Վիկ Դարչինյանը դեռ նստած է, այդ մի տեսակ հավեսով էլ, իհարկե կուզենամ որ իմ անունը դե իմ իսկական անունը Վախթանգ է, Վիկից Հայաստանում ես վերջես 2000 թվականից հետո գիտեմ, բայց սա մինչև 2000 թվականը ինձ բոլորը Վախթանգ են ասում, ով ինչ ճանաչել է։ Դա Վիկել դրել ենք Տագարեսանում ավելի շատ իմ կնոջ ընտրանքն է, դա ինքն ուզեցավ որ դնենք, ես էլ իհարկե
լավ հավանեցի, լավ տարբերակ էր։ Նրա մեջ տեսնում ես քո մանկությունը։ Իմ մանկությունը ու իր մանկությունը ինձ թվում է այդ մանկությունը տարիքներով ես եմ շատ նման եղել, ինքն էլ իմ նման շատ բաներ ունի։ Այո, կարելի ասել դա։ Պիկ իսկ ինչ կասես հայկական բռնցքամարտի մասին։ Այսօր շատ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ կան Հայաստանում։ Արդյոք մենք կունենանք Վիկ Դարչինյաններ։ Գիտեք ոնց է։ Հայաստանը, հենց Հայաստանի մեջ լավ մարզիկներ մենք շատ ունենք։ Իսկ թվում է պետք է իմ նման ճանապարհ մենան, դուրս գան մի երկրում, որ ոչ մեկին չեն ճանաչում, որանք նվիրեն իրան սպորտին, ու ամեն օր սպորտով զգան, ամեն օր սպորտի մեջ անցնի, որանք հասնեն այդ իրանց նպատակներին։ Դա որ դու լինես քո երկրում, ամեն օր քեզ քո ընկերները սպասեն, դու գնաս խմելու, ոչ թե խմելու, ուտելու, հաց ուտելու, զվարճանալու, քո ընտանիքով, քո երեխեքի հետ կամ քո ընկերների հետ, դա ես թվում է դու չես հասնի քո նպատակին, պետք է դու նվիրվես այդ ամեն ինչին։ Բացառություն անես քո ամեն ինչը, օրվա դիմաց պետք է ժամը 9-ին քնես, առավոտը ժամը 7-ին վեր կենաս։ Մի հատ փոքր կոֆե խմես կամ զավթրականից գնաս պարապմունքի, պարապմունքդ վերջացար, գաս քնես, պատրաստես երկու օր պարապմունքին, վազքին, նպատակ դնես, որ դու ուր պետք է հասնես։ Դա շատ մեծ գործ է։ Ես 6-ից 8 ժամ օրական մարզումների մեջ եմ եղել։ Իսկ հիմա ու տենց ես եղել եմ 2000 թվականից մնացի Սիդնեյում, ու տենց եղել եմ 4 տարի այդ ձևի ստանդարտի մեջ, այդ այս մարզումներ, որ դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Ես քեզ ճանաչում եմ արդեն ավելի քան 10 տարի։ Նույն Վիկ Դարչինյանն ես։ Ինչպես է ստացվել, որ քեզ փառքը չի փոխել։ Փառքը չի փոխել։ Դե ինձ թվում է, գիտեք ոնց է դա, որ մեկը դառնում աշխարհի չեմպիոն, ինքը ես գիտի արդեն всё, ինքը աշխարհի չեմպիոն է, ամեն ինչն է, դա էլի նմանը չկա, քանի որ ես եղել եմ այդ ամեն ինչի մեջ, այդ նույն ժամանակ որ դառել եմ աշխարհի չեմպիոն, ես այդ գերություն եմ արել, հենց այդ բանից գերություն եմ սաղ մեքսիների հետ ու սաղ մեքսիների աշխարհի չեմպիոն են։ Նրանք նույնպես գասին քրնաջան պարապում, նրանց շատերին չէին ճանաչում, քանի որ իրանց երկրում էին լավ ճանաչում, ու ես այդ ամեն ինչը տեսել եմ, նկատել եմ, դրանով ես չեմ թողել, ինչ որ կարող է, գիտես ոնց լիներ, եթե ես այդ պահին լինեի Հայաստանում ու ամեն տեղ ես մեծարին, կարող է ինձ էլ մի տեսակ մի ուժ կոմերամ կշտաներ։ Ես այդ ամեն ինչի մեջ եղել եմ, ես այդ ամեն ինչը տեսել եմ, ու դրա համար ես թվա քեզ պետք չէ որ դու քեզ մեծարես, պետք է քեզ կողքից մեծարեն, քեզ պետք է կողքից ճանաչեն։ Վիկ քո թանգարան մտնելիս նկատեցի, որ ունես ձեռնոցներ, որոնք քո չեմպիոնական ձեռնոցներն են։ Վիկ ջան, խնդրեմ մոտենանք ինքդ պատմես յուրաքանչյուր ձեռնոցի, յուրաքանչյուր չեմպիոնական ձեռնոցի պատմությունը։ Այո, մոտենանք։ Ուրեմն այստեղ կա աշխարհի չեմպիոնները, որին մի քանի հոգի անդամներ, 3-4 հոգի որ նոկաուտով հաղթել են, այդ բացարձակի հենց բացարձակ դառնալու համար, որից մեկը ռուսն է, Դմիտրի Կիրիլովն է, մեկը Խորխե Արսենն է, երկուսի մենամարտներն եկան, մեկն էլ Կրիստիան Միհարեսն է, մեկն է Կրիստիան Միհարեսն էր, այո։ Այստեղ դուք կտեսնաք, որ 9 զույգ ձեռնոց կա, այս 9 զույգից 9 զույգն էլ աշխարհի գոտու ձեռնոցներն են։ Վիկ նկատում եմ շատ խնամքով պահում ես նաև չեմպիոնական գոտիները։ 9 աշխարհի գոտի կա, նույնպես կա երկրորդական գոտի, նույնպես կա NABF-ի գոտին, կանաչ գոտին է վերևի, որը դա արդեն 4 քաշում եմ դարել փոքր աշխարհի չեմպիոն։ Սա IBF-ի համար 1-ի գոտին է, որ դառնում եմ համար 1-ը կա աշխարհում, հետո արդեն պայքարեմ չեմպիոնի գոտու համար։ Այստեղ կան երևի 3-4 հատելի գոտիներ, այս մի գոտին NABF գոտին։ Սա էլի պորտորիկացի էր հակառակորդս, այս արդեն 4 քաշում սուպեր բենթամվեյթներ, 4 քաշում ինքը ուներ այս գոտին արդեն, ինքը համար 1-ն էր, փոքր գոտին ուներ արդեն։ Իրանց էլի նոկաուտով հաղթեցի այս գոտին, սա էլ արդեն կարելի ասել 4 քաշում NABF գոտին հաղթեցի։ Ու դրանից հետո արդեն մի քանի քաշ բարձրացել եմ եւ պարտություններ եղել եւ հաղթանակներ, բայց սա իմ գոտիները, սա իմ արած աշխատանքը այստեղ ես պատիվրա ցույց եմ դեսանով։ Այստեղ կան եւ այս 3 գոտիները բացարձակի համար, ես դարձել եմ բացարձակ աշխարհի չեմպիոն 2008 թվականին, որը նույնպես ինձ տվել են տարվա նակաուտյոր։ Իսկ այժմ ինչով ես զբաղվում Վիկ Դարչինյանը, ինչ հետաքրքիր զբաղմունք ունես, ինչ նախասիրություններ ունես, կամ միգուցե նաև կարիերայի հետ կապված որևէ զբաղմունք։ Այժմ ես պահին հայտարարել եմ, որ հիմա պետք է համալիր կառուցեն Վանաձորում, պրոյեկտը ես սկսել եմ, կրծագություն արել եմ, արդեն ուղարկել եմ քաղաքապետարան, իրանք ունեն այդ ամեն իրանց նախարարությունում կա այդ արդեն այդ սա այդ պրոյեկտը, որը շուտով ուզում են սկսել, ուզում եմ համ բոքսը զարգացնեմ Հայաստանում, համ UFC-ն, Boypes Pravil։ Վիկ, իսկ այս մարզահակուսներն ինչ պատմություն ունեն։
Այս ամեն հագուստը, սա իմ մենամարտների հագուստներից է, աշխարհի գոտու խաղերն է, ամեն մենամարտ, ամեն աշխարհի գոտու հետ ուրիշ հագուստներ ա եղել, ստվել կտեսնես 1915, հակառակորդս, ես այս հակառակորդի հետ կռվելուց մի քաշ բարձրացա, ու սաղ թիմը հակավ 1915, դաժե ինձանից բաներ անեմ, բա նոր քաշ ես բարձրանում, ու աշխարհի չեմպիոնի հետ ես կռվում, ասի պետք է նոկաուտով հաղթեմ, ու էլի լավ մենամարտ եղավ, 4-5 ռաունդը միան նոկաուտով հաղթեցի։ Ապրիլի 24-ին էր, ճիշտ եմ Այո, հիշում։ ապրիլի 24-ին, հենց այդ օրը Ամերիկայում էր այդ մենամարտը, ուտեղ էլ ես սաղի մոտ էլ հայտարարեցի, որ այսօր ապրիլի 24-ն է, բոլոր աշխարհը թող իմանա, այսօր ինչ կարևոր օր է մար, ու մենամարտը շատ լավ նոկաուտով ավարտվեց։ Դե ինչ, 2000-ականներին լինել հայ, հաղթել բազմաթիվ աշխարհի չեմպիոնների, դառնալ աշխարհի 9-ակի չեմպիոն, նաև բացարձակ չեմպիոն, ոչ բոլորին էր հասու ու շատերի համար անիրականանալի էր, բայց ոչ Վիկ Դարչինյանի համար։ Այո, երբեմն մեծ հաղթանակների համար պետք է նաև հաղթել ճակատագրին։ Վիկ Դարչինյանը այդ հաղթողներից էր, այդ չեմպիոններից։ Եթերուն չեմպիոնի հետն էր, իսկ դուք սպասեք նոր չեմպիոնի։